Երեխայի ծննդյան միանվագ նպաստը այսուհետև կվճարվի բացառապես անկանխիկ եղանակով։ Գործող օրենսդրությամբ առաջին եւ երկրորդ երեխայի ծննդյան դեպքում միանվագ վճարվում է 50,000 դրամ։ Երրորդ եւ չորրորդ երեխայի դեպքում պետությունը վճարում է 1 միլիոն դրամ, որից 500,000 դրամը կանխիկ է վճարվում, մյուս մասը տեղափոխվում է երեխայի անունով բացված ընտանեկան դրամագլխի հաշվեհամարին։ 5-րդ եւ հաջորդ երեխայի ծննդյան դեպքում գումարը 1.5 միլիոն դրամ է կազմում։ Գործադիրի հաստատած նախագծով միանվագ բոլոր գումարները կվճարվեն անկանխիկ։ Արդյունքում նպաստների համար նախատեսված 4 միլիարդ դրամը անկանխիկ վճարելու դեպքում կառավարությունը գումար կտնտեսի։ Մինչև 40 միլիոն դրամի չափով հնարավորություններ կարող է ապահովել պետական բյուջեով այս ձևաչափի ներքո, եւ մյուս կողմից քաղաքացիների համար ավելի մատչելի կլինի այս ծառայությունների ստացումը այն առումով, որ անկանխիկ եղանակով ստանալու պարագայում, երբ ներկայացվում են դիմումները եւ դիմումը կարող է ներկայացնել նաեւ ոչ միայն հաշվետերը, այլ նաեւ այլ անձ։ Կառավարության որոշմամբ ընտանեկան դրամագլխի գումարը քաղաքացիները կկարողանան տնօրինել նաև նորածնի 1 տարին լրանալուց հետո։ 1 տարվա ընթացքում, բայց ամիսը 25,000 դրամից ոչ ավելի։ Դրանից կօգտվի 13,500 ընտանիք։ Վարչապետը ընդգծեց, որ որոշումը միտված է կոռուպցիոն ռիսկերի վերացմանը։ Սա նաև փակում է բոլոր այն կոռուպցիոն ռիսկերը, որոնք փորձում են մեր քաղաքացիները տարբեր ճանապարհներով այդ գումարները ստանալ կանխիկ։ Եվ դրա համար ընթացակարգերը մենք հիմա պարզեցնում ենք եւ տալիս ենք հնարավորություն, որպեսզի քաղաքացին կարողանա այդ ընտանեկան դրամագլխից ամսական 25,000 կանխիկ ստանալու։ Եթե կա դրա անհրաժեշտություն, եթե չկա, ապա ինքն է որոշում։ Կառավարությունը հաստատեց Հայաստանի արտահանման ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների ծրագիրը ու ցանկը։ Հովիկ Աբրահամյանը էկոնոմիկայի նախարարին հորդորեց հետևողական լինել իր հանձնարարությունների կատարմանը։ Տնտեսության զարգացման գերակա ուղղություն համարվող դեղագործական ոլորտի լիկվոր ընկերությունը ստացավ մաքսատուրքերից ազատվելու արտոնություն, քանի որ նախատեսում է ընդլայնել արտադրությունը ու խոշոր ներդրումներ անել։ Ծավալները հասցվելու է մոտ 642 միլիոն դրամի արտադրանքի, որի 70-ից 80%-ը արտահանվելու է։ Ընդ որում նշեմ, որ այս ընկերությունը ունի GMP սերտիֆիկատ եւ կարողանում է արտահանել իր ապրանքը Եվրոմիություն եւ Միացյալ Նահանգներ։ Գործադիրը հաստատեց նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի 2016 թվականի ծրագիրը։ Տարվա ընթացքում նախատեսվում է մշակել զարգացման նոր մեխանիզմներ, միջոցառումներ կազմակերպել Microsoft, IBM եւ այլ վերազգային ընկերությունների հետ։ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը բոլորիս հայտնի է, որ բավականին լուրջ աճ է գրանցում։ Ընդ որում 2016 թվականի համար նախատեսվում է 98 միլիոն 660 հազարի դրամի չափով ֆինանսավորում։ Կառավարության որոշմամբ հանքարդյունաբերության տվյալների շտեմարանը կթվայնացվի։ Այդ գործում կօգնի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալությունը։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հորդորեց նախարարներին եւ գերատեսչությունների ղեկավարներին հատուկ ուշադրություն դարձնել աշխատանքային կարգապահությանը։ Ես հետամուտ եմ լինելու, որ ժամանակին բոլորը աշխատանքի գան եւ ժամանակի շուտ աշխատանքի չհեռանան։ Կառավարությունը հաստատեց Դիլիջանի միջազգային դպրոցի ծրագիր իրականացնող հարկային ու մաքսային արտոնություններից օգտվող կազմակերպությունների այս տարվա ծրագրերը։ Լիլիթ Ասլանյան, Խաչատուր Եսայան, ժամը լրատվական։